Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող վարչակազմը ամենաազնիվն է։ Տրամպի վարչակազմը ամենաազնիվն է, ասում է ես կներեք բարիս համար փաթաթած ունեմ ժողովրդավարական մոտեցումներ արտաքին քաղաքականության մեջ։ Դեմկուսի ժամանակ Բայդենը Կամալայի խարը, այո, դա գործիք է։ Տրամպի համար ամենաազնիվ արևմուտքում եւ Տրամպն է, որ ինքը մարդու իրավունքների զեկույցները որ համեմատեք, նախորդ տարվանը դեռ Բայդենի օրոք էր եւ այս տարվանը որ հրապարակվել էր հունիսին, Տրամպի օրոք էր։ Մոտավորապես 40-50%-ով ծավալը խոզած է, փոքրացել է։ Կտորներ կա, որ գլուխներ չառաջ, կանանց իրավունքներ, եսի միրուն, вообще չկա, հանված է։ Այսինքն կոնկրետ մարդկանց համար այդ թեմաները օքեյ, ընթացիկ քաղաքական մոնիտորինգի թեմաներ են, բայց արտաքին քաղաքական գործիք չէ։ Հասկա, որտեղ դրանք փուչիկ են ըստ էության։ Բացարձակ, տեսեք, Տրամպի արտաքին քաղաքական դոկտրինների մեջ էս մի տարի է, միտեղ ժողովրդավարություն գալիս են փրկելու, մեր արժեքները տարածելու թեման, կա բացարձակ, ռեալ պոլիտիկ, մաքուր, ինքը ամենաազնիվն է։ Ցինիկները ու երկդիմիները ու կրկնակի ստանդարտները այսօր ավելի շատ եվրոպական մայրցամաքի քաղաքական էլիտաներում են եւ ոչ միայն ավելի անկեղծ խոսենք, հա, երբ որ օրինակ ռուսական քաղաքական բարձր շրջանակները ասում են, որ Ղրիմը, Դոնբասը, Լուգանսկը ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք եւ տտ մենք ճիշտ ենք, թողեք, Ղարաբաղը ձեր աչքի առաջ էր, ոչ միայն ունի ինքնորոշման իրավունք է, իրացրել էր, իր ուժերով կայացել էր եւ առանց որևէ արտաքին քաղաքական սպոնսորի